Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի մեգանախագծի պատմությանը մանրամասն ծանոթանալու հնարավորություն ունեն նաև աշտարակցիները։ Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը խորագրով ցուցահանդեսը Գյումրիից, Վանաձորից եւ Արմավիրից հետո հյուրընկալվել է Արագածոտնի մարզկենտրոնում։ Համայնքի բնակիչները մեծ հետաքրքրությամբ են ծանոթանում կառույցի ստեղծման ֆոտովավերագրությանը։ Աշտարակ համայնքի սիրելի բնակիչներ, ուրախ եմ ողջունել ձեզ հենց այստեղ, ձեր համայնքում։ Պարոն Ծառուկյանի համար շատ կարևոր էր նաև, որ ցուցահանդեսը իրականություն դառնա այստեղ, ձեզ համար, որպեսզի դուք ինքներդ տեսնեք ամբողջ պատմությանը, թե ինչպես է իրականություն դառնում մի մեծ գաղափար, որը մեզ աշխարհին նորովի է ներկայացնելու։ Ֆոտոպատմության հեղինակները ֆիքսել են նախաձեռնության բոլոր դետալները, քանդակագործի արվեստանոցից մինչև հատիսի գագաթ։ Կառույցի ճարտարապետական մեծ նշանակությունից զատ ընդգծվում է նաև նրա խորհուրդը, ազգային համախմբում եւ վերածնունդ։ Այս նախաձեռնությունը նաև նրա համար է պարոն Ծառուկյանի կողմից, որ տա մեզ հնարավորություն բոլորիս համախմբվելու գաղափարի շուրջ, համախմբվելու հայը հայի շուրջ եւ վերջապես այս համալիրը հրաշք Հիսուսի արձանով մեզ կտա նաեւ մտածելու տեղիք, որ արդյոք ժամանակը չէ դեմքով շրջվենք դեպի Աստծուն։ Ցուցահանդեսի հյուրընկալումը աշտարակում առանձնահատուկ կարևորում են նաև կազմակերպիչներն ու համայնքի բնակիչները։ Նման միջոցառումները նոր շունչ են հաղորդում քաղաքի մշակութային կյանքին։ Մեզ համար շատ մեծ պատիվ է հյուրընկալելու Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանին նվիրված մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը խորագրով ֆոտոցուցահանդեսը։ Ինքս ներկա եմ եղել Երևանում տեղի ունեցած միջոցառմանը, անչափ տպավորված էի եւ ցանկությունս մեծ էր, որպեսզի այդ էմոցիաները ապրեն նաեւ իմ հարազատ համայնքի բնակիչները։ Բնակիչները պատմում են իրենց տպավորություններն ու շեշտում, պատրաստ են իրենց լուման ներդնել այս պատմական գործում ու դառնալ դրա մի մասնիկը։ Ուզենք բարձրանանք, նույնիսկ գործ անենք, մեր լումաններ դնենք արձանի կառուցմանը։ Մենք հայ ենք, ուզում ենք հպարտանանք մեր գործով։ Կբարձրանենք Հատիսլեր, մեր գործողությունները կկատարենք, մեր մասնակցությունը կունենանք։ Շատ գեղեցիկ է, շատ եմ հուզվել, ինձ շատ դուր է եկել։ Խոսքեր չունեմ արձանի մասին։ Բառերով չես կարող արտահայտվել։ Զարգանալու է մեր տնտեսությունը, հրաշք մի հատ արձան, Հիսուսի արձանը։ Կամավորական աշխատանքներին մասնակցելու հայտերը ձմեռային դադարից հետո արդեն բաց են։ Գրանցվողները հնարավորություն կունենան միանալու դեպի Հատիս առաջին իսկ այցին, իսկ ցուցադրությունը կշարունակի շրջագայությունը Հայաստանի մյուս մարզերում։ Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։